Թե ինչ կարող է տալ եւ ահա Սատուրն եւ Նեպտուն այդ երկու մոլորակների Նեպտունը դա տրանսսատուրնյան մոլորակ է, Սատուրնը սոցիալական մոլորակ է, այն փոփոխություններ կամ էլ բերում է խնդիրներ, խոչընդոտներ, դա սոցիալական մոլորակ սոցիումում, իսկ Նեպտունը դա կոլեկտիվ անգիտակցական է եւ ինչ էր տեղ ունեցել 1917 թվականին տեղի էր ունեցել բոլշևիկյան հեղափոխությունը Ռուսաստանում։ Գիտեք ինչն է հետաքրքիր, Նեպտունը դրանք ֆանտազիաներն են, նրանք վարդագույն ակնոցներն են եւ առողջի կենդանակերպը դա պայծառ ապագայի շղարշով պատված կոմունիզմ էր, խոստանում այդ հեղափոխությունը, առողջը դա արքայավարել կյանք, ամեն ինչ կյանքը հրաշքի պետք է վերածվեր, Նեպտունը առողջի կենդանակերպում երջանկության այդ կոմունիզմի գաղափարախոսությունը խապկանքի մեջ դրեց մի ողջ ժողովրդի եւ 1917 թվականին տեղի ունեցավ այդ մեծ կոլեկտիվ անգիտակցականում ձևավորվող փոփոխությունը եւ նոր հասարակարգ այն սոցիալիստական հասարակարգը եւ դրանից հետո ես երբ որ դիտարկում եմ 21 թվականին այնտեղ առաջին անգամ շքերթ են արել կրկին միացում կար Սատուրն եւ Նեպտուն մոլորակների հաջորդ կարևոր միացումը երբ ես դիտարկում 1952 թվականին Սատուրն Նեպտուն միացումը կշռքի կենդանակերպում այդ ժամանակ քանդվում են արժե համակարգեր եւ հենց այդ ժամանակ տեղի ունենում Ստալինի այդ նրա մահը, եթե մենք այստեղ դիտարկում ենք, այո, եւ գիտեք ժողովուրդը այդ թմբիրից դուրս է գալիս, կշռքը հանրությունն է, Նեպտուն Սատուրն ժողովուրդը գալիս է արդեն ինքնագիտակցմամբ, փոխհարաբերություններ են փոխվում, որտեղ մինչ այդ տարիներին երկարատև նրա այդ կառավարման ժամանակահատվածում շատերը աքսորվեցին Սիբիր, այնտեղ ժողովուրդը գտնվում էր պարփակված վիճակում, լրատվությունը եւ ամեն ինչը գտնում էր կողմնակալ եւ շատ պարփակ վիճակում, համապարփակ վիճակում։ Եվ ահա ժողովուրդը այդ վարդագույն ակնոցներ կրկին հանեց, հասկացավ իրողությունը։ Հաջորդ կարևոր դիրքավորումը ես տեսնեմ 1989 թվականին, 1952 թվականի նոյեմբերին է տեղի ունեցել կշռքի կենդանակերպում, 1989 թվականին Սատուրնը Նեպտունի հետ հանդիպել են այծեղ ջուրի կենդանակերպում, այդ ժամանակ տեղի է ունեցել 88 թվականի վերջ, արդեն 88 թվականից, երբ ղեկավարում էր ԽՍՀՄ Միխայել Սերգեյիչ Գորբաչովը, նա բերեց առաջ քաշեց պերիստրոյկա, վերակառուցման գաղափարը։